մենք ունենք ընտրալու իրավունք ունեցող քաղաքացիներ եւ ոչ միայն քաղաքացիներ, նաեւ այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք, ում փաստաթղթի ժամկետը լրացած է։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով մենք տրամադրել ենք 45 տեղեկանք, սա 9 ձևի տեղեկանք է կոչվում, երբ մենք տրամադրում ենք փոխարինող փաստաթուղթ, որպեսզի անձնագրի փոխարեն, անձնագրի փոխանակման դիմումը վերցնում ենք, այս փոխարինող փաստաթղթով է անձը մոտենում եւ իրացնում իր ընտրելու իրավունքը։ Բացի դրանից իհարկե խորհրդատվական բնույթի ծառայություններ ենք մատուցում, շատերը մոտենում են եւ անակնկալի գալով, որ իրենց տան հասցեում հայտնաբերել են այս կամ այն անուն ազգանունով անձի, որը իրենց ծանոթ չէ, խնդրում են հեռացնել հաշվառումից կամ պարզաբանում են խնդրում եւ այդ տեսակ ուրեմն խորհրդատվական ծառայություններ ենք մատուցել, նման 52 այց ենք սպասարկել, մինչեւ 10-ի հասնող այսպիսի այցելություններ էլ ունեցել ենք մեր այսօրվա շրջիկ գրասենյակում, որ կրկին տեղակայված է համայնքում, որ սպասարկենք նաեւ համայնքի մյուս հատվածում գտնվող բնակիչներին, չստիպելով նրանց հասնել անձնագրային ծառայություն։ Իսկ ինչ կասեք այն մասով, որ նույնիսկ մահացած մարդկանց, անուններն են ընտրացուցակներում հայտնվել, այդ մասով քանի դեպք եք արձանագրել։ Քաղաքացիները չգիտեն ինչ անել, ինչ որ այդպես լինում, որ մահացածները հայտնվում են իրենց տաներից։ Տեսեք, մենք բազմաթիվ անգամներ այս իրավիճակը լուսաբանում ենք, պարզաբանում ենք, իհարկե չենք զլանում ամեն անգամ կրկնելու, որ մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից եւ համապատասխանաբար նաեւ ընտրողների ցուցակներից, երբ որ լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ Սա բնականաբար ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում միգրացիա եւ քաղաքացիական ծառայություն։ Փոխանցվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։ Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը ժողովրդի կենցաղային լեզվով ասած չի ունենում եւ մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից, որ դեպքերում է նման իրավիճակ ստեղծում, երբ ոլորտի լիազոր մարմինը չունի գրանցված մահվան մասին ինֆորմացիա։ Երբ մահը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանի Հանրապետությունում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամը կամ որևէ հարազատը Սովորաբար դա լինում է ժառանգության համատեքստում, երբ ժառանգության հարցերով են ընտանիքի անդամները զբաղվում, այդ ինֆորմացիան հայտնի են դարձնում լիազոր մարմնին։ Ես նշեմ, որ հենց այս նպատակով նաև նախարարի հրամանով, ներքին գործերի նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար, բայց իհարկե 100%-անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ, եւ բացի դրանից կրկին անգամ շեշտադրեմ, որ մենք ընտրությունների նշանակման օրվանը նախորդող 40-րդ օրը հրապարակում ենք նախնական ցուցակները, այնուհետև որոշակի ժամանակահատված առաջ տվյալ պարագայում նոյեմբերի 9-ին կիրակի օրը հրապարակվել են վերջնական ցուցակները եւ այս իրազեկման ու հրապարակման աշխատանքների իմաստը հենց դա է դուրս բերել անճշտությունները ցուցակներից։ Տեսեք, երեք Facebook-յան օգտատեր Հարություն Խաչիկյանը գրառում է արել ու նաև ներքին գործերի նախարարության ու ընտրական հանձնաժողովին նշել, որ իրենց տան հասցեում 9 հավելյալ անձ ա գրանցվել, որոնց ընդհանրապես չի ճանաչում։ Այդ մարդիկ նույն ազգանուններով են, նույն հայրանուններով։ Մարդը ազանգ է հնչեցնում, որ տեսեք մեր տան վրա անհայտ մարդիկ են գրանցվել։ Օրինակ ներքին գործերի նախարարությունը ձեր մասով նախ դուք պատասխանեք, ինչ է անում այս պահին, որովհետև մենք գիտենք, որ տան վրա գրանցվել, այսպես մի վայրկյանի գործ չի։ Մարդն նախ տանտիրոջ համաձայնությունը պետք է լինի։ Այս մարդն ասում է, որ մենք չենք ճանաչում առհասարակ ովքեր են։ Այ գնացել եք այդ մարդկանց հետևից, թե ոնց եք հայտնվել դուք այդ մարդկանց տանը։ Մարդկանց չէ, բայց ինֆորմացիայի հետևից իհարկե գնացել ենք եւ իհարկե բոլոր համարժեք ստուգումները արվում են ցանկացած ահազանգի հետքերով, ավելին 3 է նման այդ ձեր վկայակոչած հրապարակումը տեղի ունեցել, հենց 3 շատ կարճ ժամանակ անց պարզաբանում ենք հրապարակել եւ ելի կային այսօր նմանօրինակ դեպքեր։ Ինչպես է կատարվում հաշվառումը։ Նախ այս դեպքով նշեմ, որ վկայակոչված մինչև 10, ոչ ավելին։ Ձեր վկայակոչած դեպքով այդ հաշվառումները կատարվել են դեռևս 90-ական թվականներին, միայն մեկն էր, որ 21 թվականին էր կատարվել, այսինքն նույնիսկ այդ վերջին հաշվառման պարագայում դժվար է վերագրել, որ սա հատուկ կեղծիք է, որ ընտրողների ցուցակում անձինք հայտնվում են եւ այլն։ Հիմա ես պետք է պարզաբանեմ ինչպես է աշխատում մեր հաշվառման ինստիտուտը, որ ծածկեմ միանգամից այդ բոլոր դեպքերը։ Երկու ընթացակարգ կա՝ մշտական եւ փաստացի բնակություն։ Ըստ էության հանրության ակնկալիքներն է, որ ընտրում են բոլոր նրանք, ովքեր այս
այս պահին ապրում են այս համայնքում։ Դա այդպես չի։ Մենք ուրեմն ոչ նման մեխանիզմով աշխատող բնակչության ռեգիստր ունենք, ոչ էլ ընտրական կարգ։ Ուրեմն կարգը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 6 ամիս եւ ավելի հաշվառում ունեն տվյալ համայնքում եւ լրացած է անձի 18 տարին, այդ պարագայում են ձեռք բերում ընտրելու իրավունք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բոլոր նրանք կլինեն փախստականներ, օտարերկրացիներ, ովքեր ձեռք են բերում ընտրելու իրավունք, նշանակում է 1 տարի եւ ավելի ժամկետով հաշվառում են ունեցել այս համայնքում եւ լրացած է անձի 18 տարին։ Հիմա հաշվառման կարգը փաստացի հաշվառումը նշանակում է անձը հայտարարում է, որ ապրում է այս կամ այն հասցեով, համայնքային ոստիկանը ստուգում է, արձանագրում է, հաշվառումը տեղի ունենում։ Հիմա դուք պատկերացրեք 90-ականներին, դիցուկ 97 թվականին այդ process-ը տեղի ունեցել։ Ոստիկանը ստուգել է, հաշվառել է եւ այլևս երբեք սեփականատերը դիմում չի ներկայացրել, որ այս անձը չի ապրում այլևս այս հասցեում, խնդրում ենք դուրս գրել հաշվառումից։ Բնական է նա մնում է։ Ավելի լայն տարածված օրինակը հետեւյալն է, երբ տունը վաճառվում է եւ նախկին սեփականատերերը շարունակում են գրանցված մնալ։ Այսպիսի օրինակներ շատ ենք ունենում։ Ձեր նշած այսօրվա, այսինքն իմ վկայակոչած դուք հարցրիք, քանի նման օրինակ ահազանգ եք ստացել, ես նշեցի մինչև 10-ը, գերակշիռ մեծամասնությունը նախկին սեփականատերերն էին։ Եվ ոչ մի դեպք չենք ունեցել, երբ այս տարի կատարված որևէ հաշվառում լինի եւ նման տարօրինակ իրավիճակ լինի, որ չենք ճանաչում ինչպես է հաշվառվել։ Դրանք շատ հին դեպքեր են լինում եւ հիմքերը հանում ենք, երբեմն այնքան հին են, որ հիմքերն էլ ոչնչացված են համապատասխան իրավական ակտերով եւ ուրեմն պարզաբանում ենք կարգը պարզապես։ Իսկ առավոտից մինչև 14:00-ի պահականի խախտման դեպքի մասին են ձեզ հայտնել, քանի հաղորդում է ներկայացվել։ Ինչի խախտման։ Տեսեք, մեզ ներկայացնում են ընտրական ցուցակների հետ կապված դեպքերը, անձինք մոտենում են եւ ես արդեն թվերը նշեցի, երբ որ նշում եմ, որ մի քանի տասնյակ ուրեմն տեղեկանք ենք տրամադրել, որպեսզի անձինք չլինելով ընտրական ցուցակներում հայտնվեն լրացուցիչ ցուցակում եւ իրացնեն իրենց ընտրելու իրավունքը, նշանակում է կարող է նշանակել դիցուկ հետեւյալ իրավիճակը, որ նախնական ցուցակների հրապարակման պահին կամ նույնիսկ վերջնական ցուցակների հրապարակման պահին անձի 18 տարի լրացած չի եղել։ Եվ հիմա նոր է լրանում այս հաշված օրերի ընթացքում եւ հիմա ենք տրամադրում տեղեկանք, որպեսզի մասնակցի։ Նման օրինակ դեպքեր են, միայն մեկ ահազանգի հետքերով է կարիք առաջացել հատուկ ուսումնասիրություն սկսելու, անձը հրաժարվել է բողոք ներկայացնել, այնուամենայնիվ ահազանգը ստացվել է զանգի միջոցով, զանգի արձանագրության հիման վրա մենք ուսումնասիրությունը կսկսենք։ Տիկին Դավթյան, քանի փախստական է իրավունք ունի այս համայնքում եւ օտարերկրացիները քանիսն են։ Ընդհանուր, ինչպես գիտեք, 69866 անձ ընտրելու իրավունք ունի, փախստականները 60-ն են, այստեղ հաշված չեն ժամանակավոր պաշտպանություն ունեցող մեր հայրենակիցները տեղահանված Ղարաբաղից, նրանց թիվը առանձին ներկայացնեմ, իրենք 2205-ն են, հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, որը 10 տարով Հայաստանում լեգալ հիմքերով բնակվում են, ընդամենը 14-ն են, 573 օտարերկրացիներ են, մեր գրասենյակում էլ մի քանի անգամ ես ինքս ականատես եղա, որ բնակիչները բողոքում են, որ դիցուկ Հնդկաստանի քաղաքացին ընտրելու իրավունք ունի, իրենք ոչ, ինչ-ինչ հանգամանքներով, այդ հանգամանքներից էին օրինակ, որ սեփականատերը հաշվառումից հանել է եւ անձը զրկվել է ընտրելու իրավունքից։ Ես նշեմ, որ այնպես է ստացվել, որ այս անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացի չունենք։ 573 օտարերկրացիներից 532-ը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 16-ը Վրաստանի, ունենք նաեւ Իրան եւ Ուկրաինա, որոնց թիվը 10-ից փոքր է։ Տիկին Դավթյան, մենք օրինակ գտնվում ենք նոր 14/17 ընտրատեղամասում, այդտեղ բազմաթիվ խախտումներ տեսանք 30 րոպեվա ընթացքում, օրինակ մարդիկ իրենց կտրոններն էին ճողում եւ այլն, եւ նախագահը ասաց, որ դա հնարավոր է խնդիր առաջանա, հետո ասաց խնդիր չի առաջանա։ Մեզ կբացատրեք ի վերջո օրինակ հաշվարկի ժամանակ, եթե այդ երկու քաղաքացին իրենց կտրոնները պատրել եւ թափել են։ Ինչ է։ Շատ լավ, ես իհարկե ձեր հարցին ուղիղ չեմ պատասխանի, որովհետեւ ճիշտ հասցեատերը չեմ, ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ոստիկանության մեր գոլեգաներին ձեր հարցը պետք է ուղղեք, բայց օգտվելով առիթից այստեղ ցանկանում եմ նշել, որ երբ որ այս կամ այն հանգամանքներում հայտնաբերվում է անճշտություն ընտրական ցուցակներում, ընտրողների ցուցակներում, ակնկալիքը կամ ընկալումը ի սկզբանե այն է, որ ընտրակեղծիք է հայտնաբերվել։ Դա այդպես չի, հարգելիներ, ես ցանկանում եմ անպայման արձանագրել, որ ընտրացուցակը ընդհանրապես գործիք է պատշաճ ընտրություն ձևավորելու, կազմակերպելու համար։ Եվ ուրեմն ավելի թափանցիկ աշխատելու ձև ուղղակի
գոյություն չունի աշխարհում, երբ մենք բաց հրապարակային, ինչպես տարիներ շարունակ այս կարգը գործում է, ընտրողների ցուցակները օրեր, ամեկ ամսից ավելի երկար ժամանակատված առաջ հրապարակվում են, նաև տպագիր փակցվում են ուրեմն ընտրատեղամասերի պատերին եւ այսինքն այստեղ հենց սա արվում է նրա համար, որպեսզի մարդիկ արձանագրեն անճշտությունները, մոտենան, չի կարող լինել օրինակ ցուցակում անձ, որը ունի ընտրելու իրավունք, դիցուկ մահացած անձի մասին է խոսք օրինակ, սա ինչպես է ազդում ընտրությունների արդյունքների վրա, ընտրելու իրավունքը իրացնելու պահին է գեներացվում ընտրակեղծիքը, ընտրացուցակներում գոյություն ունեցող անճշտությունները ընտրակեղծիքների մասին չեն, ասելիքը սա է։ Ինչ արդյոք նախորդ դիմադրությունների հետ համեմատ ընտրելու իրավունքը վերականգնողների թիվը որքանով է տարբերվում այս պահին։ Ընտրելու իրավունքի վերականգնում արտահայտությունը եւս հարաբերական է, ես նշեմ, որ ընտրելու իրավունք ունեցողների թիվը ամեն օր փոխվում է։ Նկատում եմ տեղեկանք վերցնողների, այսպես ասենք։ Չունեմ ձեռքից տակ այս պահին թվեր, բայց դա էլ օգտվելով առիթից պարզաբան է, որ շատ հաճախ են մեզ հարցնում, օրինակ լրագրողը հարցում է ուղարկում, պարզելու համար այս կամ այն օրվա դրությամբ ընտրողների թիվը ինչքան է կազմում այս կամ այն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում։ Նման թիվ հնարավոր չէ գեներացնել։ Նկատում եմ, ովքեր 16-ի դրությամբ դուք թիվ նշեցիք, ովքեր դիմել են տեղեկանքի համար։ Ժամը 16:00, այ։ Դիմադրություններին եթե ունեք այդպիսի։ Չէ, հիմա ձեռքից տակ չունեմ, բայց համադրելի թիվ է լինելու, այսինքն մենք սովորաբար այսպես ենք հաշվում, նայում ենք բոլոր այն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ում անձնագրի ժամկետը լրացած է, տվյալ պարագայում այդ թիվը չէր հասնում 500-ի։ Մեր մտքում ունենք մոտավոր հաշվարկ, որ մոտ 10-ից 20%-ն են ներկայանալու տեղեկանք վերցնելու համար, տվյալ պարագայում 9-րդ ձևի տեղեկանք վերցնելու համար, որպեսզի ընտրություններին մասնակցեն։ Տիկին Դավթյան, քիչ առաջ Գոհար Մելոյանը, որ դիտորդական առաքելություն է իրականացնում ընտրատեղամասերում, արձանագրել է եւ մեզ փոխանցեց, որ 10-ից ավելի քաղաքացի իրենց հայտնել է, որ իրենց բնակարաններում, իրենց հասցեներում իրենց համար օտար մարդիկ են գրանցված, այսպիսի դեպքերի վերաբերյալ դուք ինչ ունեք ասելու։ Արդեն ասել եմ, Վահե ջան, դուք ուշ միացաք, բայց իհարկե նորից կկրկնեմ, հետևյալն է իրավիճակը, դա պայմանավորված է մեր հաշվառման կարգով։ Երբ որ անձը հաշվառվում է պատշաճ վարչարության հիման վրա, դա կարող է լինել սեփականության իրավունք ունեցող անձի, այսինքն սեփականատիրոջ կամ սեփականատերերի համաձայնությամբ, կարող է լինել փաստացի բնակության հիմքով։ Այդ հաշվառումը այլևս ընդմիշտ մնում է իր տեղում, քանի դեռ հաշվառումից հանելու կամ հաշվառումից դուրս գալու վերաբերյալ դիմում չենք ստանում։ Այսինքն դիցուկ այսօր ունեցել ենք իրավիճակ 97 թվականին 20 հոգի հաշվառվել են շատ պատշաճ վարչարության հիման վրա X հասցեում եւ այլևս սեփականատերը այդ օրվանից ի վեր մեզ դիմում չի ներկայացրել, որ այս մարդիկ այլևս իմ տանը չեն ապրում, խնդրում եմ հանեք հաշվառումից։ Տվյալ մարդիկ էլ դիմում չեն ներկայացրել, որ մենք այլևս այս նոր հասցեում ենք։ Իրականում մեր գործող իրավակարգավորումը նախատեսում է, որ 7 օրվա ընթացքում բնակության վայրը փոխած քաղաքացին պարտավորություն ունի լիազոր մարմնին տեղյակ պահելու եւ հաշվառումը փոխելու։ Բայց սա կենսունակ կարգավորում չէ։ Դեպքեր կան 97 թվականը ամենաթարմ դեպքը եղել է 21 թվականի այսօրվա հազանգի հետքերով կատարված ուսումնասիրություններում։ Մենք այդ ընտրացուցակները, դե այդ տունը իրենցից առաջ պատկանել է մեկ այլ սեփականատիրոջ կամ դիցուկ վարձով է տրվել։ Մի այսպես իրավիճակ էլ ենք։ Այո, իհարկե ունեն։ Սրանք խախտում համարվում են թե ոչ։ Իհարկե ոչ, ամեն ինչ շատ պատշաճ վարչարությամբ եւ իրավակարգավորումներին հատուկ։ Արցախցիների մասով թեպետիկ ինձ դրություն ասել նորից կրկնեք, ովքեր իրավունք ունեն ընտրելու, ովքեր ոչ, ռեզիդենտ քաղաքացիները կարող են, ոչ ռեզիդենտ։ Շատ լավ, դա էլ եմ նշել, հիմա նորից կնշեմ, միայն բացի այդ մինչ այդ մի լրացում անեմ ի պատասխան նախորդ հարցի, եւ ունեցել ենք մի այսպես իրավիճակ, երբ անչափահաս անձանց հաշվառումով է զարմացած եղել սեփականատերը, ես նշեմ, որ անչափահասը գրանցվում է ծնողներից մեկի հասցեով եւ սրա համար դիմում անհրաժեշտ չէ, այսինքն սեփականատերը համաձայնությունը տալիս է ծնողի համար, բայց ուրեմն մեխանիկորեն նաեւ անչափահասներն են գրանցվում այդ հասցեով։ Ինչ վերաբերում է ոչ քաղաքացի, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց, ապա 1 տարվա հաշվառում է պահանջվում ընտրելու իրավունք ձեռք բերելու համար եւ 18 տարին լրացած լինելու պահանջ է գործում։ 6 ամիսը չէ, 1 տարի։ 6 ամիսը միայն քաղաքացիներին է վերաբերում։ Արցախցի
արցախցիների մասով ունեք վիճակագրություն։ Եթե արցախցին ուրեմն ձեռք է բերել քաղաքացիություն, ապա 6 ամսվա կարգավորումն է գործում, եթե ոչ ունի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, դա նույնն է թե փախստականի կարգավիճակ, 1 տարվա պահանջն է գործում։ Առնվազն ներողություն 6 ամիս առաջ պետք է քաղաքացիություն ձեռք բերել, որ այսօր կարողանան Եթե փաստաթղթավորված է պատշաճ եւ հաստատափոխություն չի եղել, այսինքն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցած ժամանակ եւս այս համայնքում է հաշվառված եղել, ապա մենք հաշվում ենք այդ ժամանակատվածը։ Եթե փաստաթուղթ չի լինում, այդ կապը խզվում է։ Տեսեք, ենթադրենք 6 ամիս առաջ քաղաքացիությունն է ձեռք բերել, բայց 7 ամիս առաջ, բայց վերջին 1 ամսում ինքը ոչ թե մշտական հաշվառում ունի, այլ փաստացի է, դեպքում կարող են ասել։ Կա տարբերություն չկա մշտականն ու փաստացին կարող է նաև համարվել։ Երկուսն էլ հավասարազոր ընտրելու իրավունք են ձևավորում։ Դիպացան մեկ հարցեր, եթե օրինակ բնակարանը նոր են վաճառել, այդպիսի դեպքեր տեսանք, ասում են նախորդ սեփականատերերը նույնպես գրանցված են իրենց հասցեում, հա իրենք են գրանցված, այդ դեպքում նորից պետք է դիմեն ներքին գործերի նախարարությունը։ Իհարկե, սեփականատերը նախորդը թե ապագան մնում են հաշվառված այնքան ժամանակ, մինչև դիմում չեն ներկայացնում։ Մենք ավտոմատ ոչ արքու վաճառքի հիման վրա ենք փոփոխություն անում, ոչ ցանկությունների, ոչ էլ նույնիսկ փաստացի բնակության, այսինքն սա մեր մեխանիզմները օրինակ դիցուկ այնպես չեն ծրագրավորված, որ մենք մարդկանց գեոլոկացիան ստուգում ենք ու հաշվառում ենք իրականացնում։ Մենք դիմումների հիման վրա ենք հաշվառում իրականացնում։ Իսկ ներողություն եղել է, որ ընտրատեղամասերից կեղծահազանգ էր ստանաք։ Եվ եթե եղել են քանիսներ։ Եթե դուք այս դեպքերը, որոնք ես պարզաբանում եմ, համարում եք կեղծահազանգ, ապա այո, նշեցի մինչև 10-ն է, նկատի ունեմ, երբ անձը ասում է ընտրակեղծիք է տեղի ունեցել, բայց խոսքը բնականon հաշվառման մասին է, եթե սա համարենք կեղծահազանգ, ապա այո, մի քանիսը եղել են, բայց ընդհանուր առմամբ լուրջ պրոբլեմատիկ կոնֆլիկտային իրավիճակ չենք ունեցել։ Ընդհանրապես պարզաբանման ենթակա իրավիճակներ։